Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանը նաև այդ հարցազրույցում նշում է, որ կան Բաքվում շրջանակներ, որոնք փորձում են հակամարտությունը տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք, ում նկատի ունի, արդյոք սա ուղիղ մեղադրանք է Ադրբեջանի նախագահին, թե ոչ, եւ դուք տեսնում եք հիմա նրանց կողմից ինչ որ գործողություններ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա են փորձում հարձակվել, կա այսինքն ինչ որ հետախուզական կամ ինչ որ այլ տվյալներ իշխանությանը հասանելի թե ոչ, եւ Պարոն Հովհաննիսյան, դուք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովից եք, չէ՞, եթե չեմ սխալվում, Մերձավանի դպրոցի հետ կապված արդեն մի քանի օր է այդ ուսուցչուհու շուրջ ստեղծված իրադարձության ֆոնին նաև թիրախավորվել են երեխաները, անկախ նրանից, որ նրանք խնդրահարույց հայտարարություններ են արել, իրենց աշակերտի նման չեն պահել, ինչպես նշում է համացանցում, բայց այդ երեխաներին տարածում են, նրանց թիրախավորում են, վիրավորում են համացանցում գրեթե բոլոր սոցցանցերում, դուք որպես իշխանության ներկայացուցիչ, այլի գիտություն ունենալով այն, որ երեխաները ինչ որ վիճահարույց գործողություններով են հանդես եկել, բայց այդ երեխաների պաշտպանությունը ինչպես եք պատկերացնում։ Երեխաները, բոլոր երեխաները մեր երեխաներն են եւ երեխա են եւ այո կարող են նաեւ տարբեր տեսակի վարք դրսեւորել, որը հատուկ չէ հասուն տարիքի մարդկանց։ Ելնելով դեռ, որովհետև կրթություն պետք է անցնեն, դաստիարակություն պետք է ստանան եւ այլն, այսինքն այս մասով որևէ հարց ու պատասխան չի կարող լինել, երեխաների իրավունքները բոլորիս ուրեմն պաշտպանության ներքո են եւ այստեղ հարց չկա եւ պետությունը իր բոլոր հնարավոր ռեսուրսներով այս պահին ուրեմն այս ուղղությամբ աշխատում է կրթության գիտության նախարարությունում էլ բացի են հրապարակային հայտարարությունները որոնք տեղի ունենում եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից եւ կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից եւ տարբեր պաշտոնների կողմից բացի այդ հրապարակային հայտարարությունների շատ կոնկրետ աշխատանք է տարվում եւ տեղում եւ աշակերտների հետ եւ ծնողների հետ որպեսզի մենք կարողանանք եւ այս խնդիրը վերացնել եւ նաեւ հետագայում նման խնդիրներից խուսափել ոչ միայն այդ դպրոցում, այլև այդ դպրոցներում։ Սրանք ազդակներ են, որոնք մեզ ուրեմն հուշում են եւ մեզ ստիպում են, որ մենք գնանք ավելի ուրեմն լուրջ փոփոխությունների, նոր ծրագրերի, նոր մոտեցումների, որովհետեւ հասկանում ենք, որ խնդիրներ կան, որոնք արդեն ընկալման, մի քիչ այլ մակարդակներում են, լուրջ աշխատանք պետք է իրականացնել եւ վերադառնալով ձեր հարցին, ես ասացի, որ վարչապետը խոսեց կոնկրետ շրջանակների մասին, մի կողմից խոսեց այո Ադրբեջանի իշխանությունների անհանգստությունների մասին նախագահի մակարդակում սահմանադրության հետ կապ ունեցող հղման վերաբերյալ եւ մյուս կողմից խոսեց Ադրբեջանում գործող շրջանակների մասին, քաղաքական շրջանակների մասին, որոնք տարբեր շարժումներ են անում, տարբեր կոչերով են հանդես գալիս, արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում եւ այլն եւ այդպես շարունակ եւ այո լուծումն էլ տվեց այն իմաստով, որ համատեղ նույն տեղում նույն վարում ստորագրենք եւ խաղաղության պայմանագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի լուծարման վերաբերյալ համատեղ հայտարարություն եւ գործընկերս կարծում ավելավելելու։ Չէ, մյուս հարցի վերաբերյալ պարոն Կիրակոսյան երեխաներին թիրախավորելու իրականում այո շատ վատ process է, բայց պիտի նկատի ունենալ, որ դա այդ ամբողջ վատ պատկերի մի փոքր կտորն է, որտեղ ցավոք սրտի մենք հատկապես վերջին տարիներին ունենք մի իրականություն, երբ սոցիալական ցանցերում սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը լրիվ զրոյական մակարդակի է իջել եւ ամենօրյա կտրվածքով ինչ որ մեկին կամ ինչ որ խմբերի կարող են թիրախավորել ու հաշվի չառնել ոչ դիմացինի իրավունքները, ոչ տարիքը, ոչ սոցիալական կարգավիճակը, այնպես որ ես մտածում եմ խնդիրը շատ ավելի խորն է, այդ խնդիրը մեր բոլորինն է։ Այդ մթնոլորտը համատարած ատելության խոսքի, արհամարանքի անգամ որոշ դեպքերում անգամ թշնամանք տարածելու պիտի բոլորս միասին դրա դեմ պայքարենք, այդ թվում իմ կարծիքով նաև լրագրողները այստեղ բավականին մեծ գործ ունեն անելու։